Բարև ձեզ սիրելիներ, շարունակում ենք մեր սրտողությունը եւ այսօր մենք հասել ենք առաջին մնացորդած 9-րդ եւ 10-րդ գլուխները։ 9-րդ գլխում նկարագրվում է, թե ինչպես գերությունից հետո ժողովուրդը վերադառնում է Երուսաղեմ։ Քահանաները, Խեֆտացիները, դռնապանները եւ մյուս ծառայողները վերականգնում են տաճարի ծառայությունը։ Այս գլուխը ցույց է տալիս, որ նույնիսկ երկար տարիների դատաստանից հետո Աստված չի մոռանում իր ժողովրդին։ Նա միշտ պատրաստ է վերականգնել նրանց, ովքեր վերադառնում են իր մոտ։ 10-րդ գլխում պատմվում է Սավուղ թագավորի մահը։ Նա զոհվում է պատերազմում, որովհետև չհնազանդվեց Աստծուն եւ նույնիսկ օգնություն էր փնտրել կախարդության միջոցով, ոչ թե Տիրոջից։ Նրա կյանքը դառնում է նախազգուշացում, որ իշխանությունը, ուժը եւ հաջողությունը չեն կարող փոխարինել Աստծուն հնազանդ սրտին։ Սավուղը ձախողվեց որպես թագավոր, որովհետև իր սիրտը չմնաց հավատարիմ Աստծուն։ Բայց Հիսուս Քրիստոսը կատարյալ թագավորն է, ով մինչև վերջ հնազանդվեց Հորը եւ իր կյանքը տվեց իր ժողովրդի համար։ Իսկ գերությունից վերադարձած ժողովուրդը մեզ հիշեցնում է, որ Հիսուսը եկավ մեզ վերադարձնելու մեղքի գերությունից դեպի Աստծո ներկայությունը։ Այս պատմությունները մեզ սովորեցնում են, որ Աստված չի ցանկանում միայն արտաքին ծառայություն։ Նա ցանկանում է մեր ամբողջ սիրտը։ Երբ մենք վստահում ենք Հիսուս Քրիստոսին, նա վերականգնում է մեր կոտրված կյանքը։ Առաջնորդում է մեզ իր ճանապարհներով եւ դարձնում իր թագավորության օգտակար ծառաները։ Փառք Տերոջը, սիրելիներ, սքանչելի Աստված ունեն։ Գրեք մեկնաբանություններում, թե դուք ինչպես եք տեսնում Հիսուս Քրիստոսին այս գլուխներում։ Եթե դեռևս գրանցված չգրանցվեք եւ կիսվեք մարդկանց հետ, որպեսզի շատերը լսեն Աստծո խոսքը։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիք։ Ամեն։